ասա քավորենք եկան եղավ, նոր զանգեց ասեց որ ասել։ Են կոմերն է տանում, գնալ դու էլ ասել։ Քիժա ինչա։ Դու հետ էիք զրույցի բռնվել։ Ոչ մեկի։ Կարող է գիտեք չեմ տենում։ Ովքեր էին այդ լագուտները։ Վիտուսիկս խանդում է։ Այդ տղա, մարդիկ բան էին հարցում, չպատասխանենք, հա, շնորհքի նման չպատասխանենք։ Դե ինքը ինչ իմանա, որ հաճախորդներին պետքա լավ սպասարկել, որ հետո էլի գան, ժամանակ ա գտել խանդելու։ Էդ ով ա խանդում։ Դու ուր ես ախպերես։ Տայժում եմ, ախպեր ջան։ Արա տաժալու փոխարեն ու ուտելու փոխարեն։ Կարաս զգաս տիրություն անես, որ ոչ մեկ չխոսացնի։ Այս ի՞նչը։ Սա կատուր։ Դավո ասեմ, թե ոնց։ Վայ, հլը դուրս տեղ։ Ինչա պետք անեմ բրատ։ Էս էր պակաս։ Էս էր պակաս, էս էլ արեցիր։ Հես ես քեզ անենց եմ ծեծելու, որ Վիտուսի կողքը կանգնելն է քեզ չփրկի։ Կփրկի այնքանով, որ երեխուն դու հաստատ չես հասնի։ Եղավ։ Բայց մալադեց ես երեխեքին, հա, տեսեք, դրսում ինչքան ավտո կար, լավ սարքել են ամեն ինչը տեղը տեղին, ես գործի մեջ ոչմտա կարելի ասել դարձել են սաս։ Սաս չէ, պապա, աս։ Արա ինչ տարբերություն է։ Էմուլ, եթե զգաս, որ նեղվում ես ու չես դիմանում, կասես ես քեզ տուն կտանեմ, լավ։ Արա դու փոխանակ ինձ հետ խոսած նստել ես քրոջը տականջին, հələ դու անցիներս։ Ու մյուս անգամ դες խեղճ հայացքով ես երեխուն չնայես, եղավ, արի։ Հա, ոնց է։ Ընտիրա։ Չհաշված, որ Դավոն նոր ներվայնացրեց։ Բրատ խապում ա։ Ֆրիկը ուր է։ Ֆրիկը մի քիչ առաջ դիմացած դուրս եկավ, ասաց գնում եմ քավորին դիմավորեմ, դե ասաց գալիս է քո մոտ։ Մի խոսքով չեմ հիշում։ Եկեք քավոր ջան։ Պրոստը ափսոս որ քավոր կինը չի եկել, էլի։ Քավոր կինը գարի չաներ, ստե ավելի ջահելների տեղա, հենա Էմիլիս եկել է, չէ՞ Միշիկ ջան։ Քավոր ջան, երեխեք եմ, եկեք։ Եկեք քավոր ջան։ Բարը քավոր ջան։ Շնորհավորում եմ, բալե, շատ լավն է։ Արա ես սկզբում չէի տեսել այս մասը, հա։ Այն հավանում ես քավոր ջան։ Ու հավանել են խոսքը չի, շատ լավն է, ապրեք։ Այս ինչ լավ երաժշտություն է։ Այսպես լավ է։ Սիրում եմ այս երաժշտությունը։ Լավ է, լավ է, լավ է։ Էմիլի ջան, ինչպես ես։ Հա, շնորհավորում եմ։ Միշ ջան, ինչ լավ ա որ դու եկար։ Բաբին ինչ ճնշում ա։ Ոչինչ, Դավ ջան, արի դու այսօր իրա ճնշմանը դիմացի, որովհետև այսօր ինքը շատ սիրուն ա։ Կարքին փողեր կառնեք սրանով, ասեմ, հա։ Եթե լավ աշխատացնեք իհարկե։ Են որ առնում էի, չգիտեի, իստվածա պատվալ արա։ Քավոր դե գնանք նստենք, հա։ Ոչ այ բալամուր նստեմ։ Իե, տեր վրազը հոչես։ Հələ տենամ ով կա ստեղ, ինչ կա։ Արա այս լոժաները լունեք։ Այո։ Քավորի աղջիկը ինձ թևեր է տալիս։ Տեսնելուն պես մոռանում եմ ամեն ինչ։ Թե ես ինչ եմ անում այստեղ, ինչ սրտով եմ եկել։ Ուրախ ենք Էմիլի ջան, որ կարողացար գալ։ Իսկ քավորքին ինչի՞ չի եկել։ Մաման երեխու մոտ ա մնացել։ Գնա քավորի աղջիկը հետ խոսալ։
Չի, բայց խելոք երեխա է։ Շատ խելոք է։ Ֆախ։ Աղջիսի մաքսույցս էլ խելոք է։ Ինչա մանո։ Ինչա։ Այդ քո հայացքին սանոթ հասա տենամ ինչ ես մտածում, ազիզ։ Վարդ, Հաջա։ այն որ Մաքսին ավելի շատ եք սիրում, դա բոլորս էլ գիտենք ու երևի թե տրամաբանական է։ Բայց դե անտրամաբանականը այն է, որ Էմիլիի մոտ եք դա ցույց տալիս։ Այն երախեն էլ դա տեսնում է ու երևի նեղվում է, չէ։ Բողոքել է, ազիզ։ Եկա։ Ոյ աղջի մեղա եմ աստծո։ Եկա։ Զիվիլ։ Եվ բարի օր ձեզ։ Սպարտակ, եթե եկել ես։ Հələ Սուսմանը։ Ինչ ես ուզում, Սպարտակ։ Ձեզնից որ ոչ մի բան։ Եկել եմ կնկաս ու երեխուս տանեմ, ուրա, մանո հելիկան չի։ Նախ երեխուտ արտացրեցի քո այլանդակ պահվածքով մեկ։ Երկրորդն էլ մանան չի գնա ու երեխուն չի կանչի։ Կակրած լավ է, որ երեխեն հելավ։ Ուրեմն սենց, եթե չես ուզում բարձրանամ վերև աղջկա տիչացնեմ, հելիկ, ալի մի հատ վապշե երեխուս տուստ է։ Հադե։ Տուստելը, արի աղպերս, արի։ Մանո հելիկան չի ասում եմ կային։ Սպարտակ, ավելի լավ է երեխուն տուր ինձ, երեխեն քնաթաթախալած կլինի, բացի հետ էլ Ինչ։ Էմիլի տանը չի։ Ուս տանը չի։ Ատենց։ Դա եղբոր հետ տեղա գնացել։ Էդ ինչ մի կարևոր տեղա գնացել, որ երեխուն թողը գնացել է։ Մանո, դու ինչի ես սրան խնայում, տո լավ էլ ասա ուրա գնացել։ Հլը դու ասա։ Ավելի լավ է երեխուն տուր ինձ։ Աղբոր ու հոր հետ գնացել է Սանիկների ռեստորանի բացմանը։ Ճիշտ ասում։ Հա, բայց դրա մեջ վատ բան չկա, Սպարտակ։ Հորը սարև սպանելու է։ Ում է։ Չասետ ում։ Աղջիկ դեպիրը չի իմանում, որ արդեն ոչ ոք իրա սպանելուց չի վախենում։ Այս անգամ արժի վախենալ, Վարդ։ Քորացա ես։ Ես ասի ես երեխուս կտանի։ Համերնեմ արի։ Ինչ ես մամայի տրամադրությունը փչացրել Սիմայի մասին խոսալով։ Մամայի տրամադրությունը փչացած է, որովհետև ինքը չի քայլում։ Այ դրա համար չեմ ուզում երախեն գաստեղ մնա։ Չնայած տանն էլ մնալու հնարավորություն չկա։ Նենց է կարել հերո աղջիկ, որ Սիման ինքնակամ թողելու գնացել է։ Պապային ասում եմ զանգի Սիմային, կամ էլ գնա հետ բեր, չի լսում։ Արտուր ինչի երեխու խնդրանքը չես անում։ Դուք էլ բանը գործ չունեք, հա։ Սիմայից ես եմ բաժամի խառնվել եք իրար։ Համ էլ Սիման արժանի չի, որ գնամ իրան բերեմ։ Նատել ներողություն խնդրեմ։ Բանը որ մնա ներողության ինքը պետք է ինձանից խնդրի։ Ու հարցը ես կներեմ, թե չէ։ Ներողություն, հա, ես հիմա կգամ։ Բաբի ջան, ուղեկցի Էմիլիին։ Չէ, պետք չի։ Մերսի, ես ինքս։ Նայում եմ տանային ու անկախ ինձնից Սպարտակին հիշում, ու նրա արածը։ Ուզում եմ վաղը մյուս օր մեր երեխան իրա ճակատագիրը կրկնի։ Նայեք վիձիցը լի էլ իմ դավաճանությունից վիրավորվել էր խեղճ աղջիկ։ Գնա այստեղից։ Քո հետ եմ, ինչ խոսում ես դե։ Հա? Էլի կասես, որ տանում քեզ հետաքրքիր չի, բայց ասեմ, որ այդ տանտանինոյի կյանքը չի փրկի։ Վարդ, ուզում եմ զանգենք Էմիլիին։ Ինչի համար
Վայ, Երանի քո հանգստությունը իմը լիներ։ Այ մանո ջան, սաղ աշխարհը քո դնջությանն է Երանի տալիս, քո աչքն իմ հանգստությանը կպավ։ Վարդ, դու չես հասկանում, որ Սպարտակը իր խանդից ելնելով ինչ էր ասես, որ կարա անի, դա բոլորիս էլ հայտնի է։ Ինչի ասեցիր, հիմա կգնա Սանիկներիդ ռեստորան ու ինչ ասես, որ չի անի։ Դա ռեստորան չի, դա ընդհանուր կոմպլեքս է, վայ։ Այս պահին դա ինչ կարևոր է։ Ամերտնից սխարվել իր գնում գալիս, տնաշեմ ոնց որ այդ դեբիլը պետք է գնա այդ երեխեքի խնջոյքին մասնակցի, վայ։ Բա ըստ քեզ ինչի համար տենց շնչակտոր դուրս թռավ ես տնից։ Ասես կարծում ես գնաց ընդեղ։ Բա էլուր, ինչի ճիշտ եւ ճիշտ ասեցիր Էմիլին որտեղ է գտնվում։ Դու դա հատուկ արեցիր, Վարդ։ Չեմ հրաժարվում։ Հա։ Գիտես ինչի։ Թող իմանա, որ Էմուլս հեչը չի տանջվում իր բաժանումից ու իր դավաճանությունից։ Թե որ Էմիլին էլ կարող է իրեն դավաճանել։ Դա նույնպես։ Այ մանո ջան, այդ ցավտանում չես դու դրան տենց պաշտպանում, հա? Դա այդ արժանիքները չունի։ Վարդ, շատ թեթև ես նայում ես ամեն ինչին։ Մինչդեռ քո ասացի արդյունքում հնարավոր է արյունահեղություն լինի։ Այդ բալայան դեբիլը գժի պես սիրում է մեր աղջկան։ Ու մատով էլ չի կպնի։ Համել չհասկացանք, այ մարդ կարակն է կնգել, հա? Գերի այ մեր երեխեն դրա ձեռը, թե իրավունք չունի տնից դուրս գալու իր աղբոր ու իր հոր հետ։ Դու ուղղակի Սանիկներիդ անունը հիշատակեցիր, իսկ դու շատ լավ գիտես, որ Սպարտակը խանդում է Էմիլին այդ տանոյին։ Մանո, ձեռը դիր խղճիտ։ Այդ երեխու վրա չկրակեց։ Կյանքը մազից կախված չէ, հիվանդանոց չընկավ։ Մի բառ ասեց այդ երեխեն, մի հատ բողոք ներկայացրեց։ Դու այդ տղայի մահն ես ուզում, Վարդ։ Մեղա քեզ Տեր Աստված, քեզ ինչ եղավ, մանո։ Այս անգամ հնարավոր է այդ տղայի բախտը չբերի ու միայն հիվանդանոցով չվերջանա ամեն ինչը։ Վարդ, քեզ չի սարսափեցնում այն միտքը, որ Սպարտակը կարա իր եղբոր արյունը թափի կամ էլ այդ տանոն իր եղբոր արյունը թափի։ Այդպես մի նայ, հա, գիտեմ, որ եղբայրներ են։ Որտեղից ես իմացել։ Էմիլին է ասել։ Մանո, երկու աղբեր Էմուլիս են սիրում, բայց տանոն ավելի արժանի է Էմուլիս սիրուն, նա մեծատառով տղա է։ Իսկ Էմիլին Սպարտակին է սիրում, մի մոռացի այդ մասին։ Այ մանո ջան, ես քո ինչն եմ ասել, մանո, բա ինչի է ժամանակ բերանից չփակեցիր։ Այդ ցավտանում այդքան խելոքեր ժամանակ ինձ հասկացներ, այ բալա ջան։ Մանո, հիմա որ ասածիդ պես երկու աղբեր արյուն թափեն։ Ո՞չ ես ինչ չեմ ների, մանո։ Վարդ, դրա համար առաջարկում եմ, հիմա զանգենք Էմիլիին։ Սենսենենց կանհանգստանա ու կուզենա այնտեղից շուտ դուրս գա, եթե իհարկե Սպարտակը դեռ այնտեղ չի հասել։ Բաբի, ճիշտ ասած, չեմ ուզում քեզ շտապեցնեմ, բայց դեմ չէի լինի, եթե մենք նորից։ Եթե խոսում ես մեր հարաբերությունները վերսկսելու մասին, ապա ասեմ ինչ որ անկեղծ ասած ես էլ եմ դա ասում։ Պաստորեն, ահագին առաջադիմել ես իմ խենթուղ Հելար բաբի։ Ես չգիտեմ քեզ մերոնք ինչ են ասա, ես քեզ չեմ պատրաստվում բացատրություն տալ։ Դու պարտավոր ես բացատրություն տաս։ Մոռացել ես, որ դու իմ երեխու մերն ես, իմ կնիկն ես։ Հերիք ասպո, գնա այստեղից։ Ես քո սեփականությունը չեմ։ Եթե չես ուզում ստե մի քանիսի տռուպը փռեմ այդ տվում եւ քոնը, հենց հիմի իմ հետ գալիս ես։ Ես քեզ հետ ոչ միտեղ չեմ գա։ Դե ո՞նց ես գալիս։ Թե նենց հերո աղջիկ ժամանակին զուր չեք վատն է։ Ընկած քեզի նոր մարդ եք ման գալի, հա? Այսինքն նորը որն է, հին ու բարի տանոք է դրա համար։ Երեք շատ է, չէ երազում, որ ինքը իր պես են դառնա։ Դու էլ չեն ես ոչինչ։ Զայնդ կտրի։ Ինքան զզվելի եմ, որ չեմ ուզում լսեմ քեզ։ Ունենց այդ սրբի ու համեստ աղջիկա դերի մեջ չմտնես, հա? Ես էլ գլխիս եմ խփում, դարդ եմ անում, ասում եմ, ես ինչ արեցի եմ կայի հետ։
Էմկան սրան արժանի չէր, ես շատ վատ պահեցի ինձ, բայց դու մի ասա, որ իմ Էմկան գեղից վազելով կապում գալիս հասնում է, որ տանոյին ավելի մոտ է, հա? Ինձ ու քեզ նույն հարթության վրա չդնես։ Ես քո նման անբարոյական չեմ։ Ճիշտ է։ Մենք որ նույն հարթությունն ուր դու առաջի հորիզոնականի վրա ես։ Բայց ես քեզ ասել եմ, չէ՞։ Հանկարծ ուրիշի վրա նայես ինչ կլինի։ Մնաս մտքովը չանցնի, որ ինպես դու էլ ինձնից կարանաս վրեժ լուծես։ Լսար ինչ եմ ասում։ Շարունակությունը հիշում եմ, կարող ես չհիշացնել։ Չեմ կարծում, որ դու հրավիրված ես։ Կասես իմանամ ինչ ես անում ստեղ։ Արա ես ոնց կարամ միտե հրավիրված լինեմ, որտեղ դու ես ու մեկ էլ չասեմ ովքեր։ Կյանքս Էմկային վերցրու իջեք ներքև։ Իսկ ես այս մեր շատ ազնվական սպոյին մի երկու բան ունեմ ասելու։ Ասեմ ու գամ։ Միքայելը դրիր կարող է լեշդ բռեմ ստե։ Հիմար, աղջիկա այդ վարվելու ձև սովորի, ինչպես նաև խոսել։ Ամոթ է մեծ տղա ես։ Միշտ գնացեք, հա։ Քեզ հետ։ Քյալես արա։ Ասում ինքը չի գալի։ Լավ, սպո, մենակ հանգստացի։ Չէ, լավ է, ապրեք, երեխեք ջան, ապրեք։ Ահագին փող եք ծախսել ու ասեմ, շատ ճաշակով բան եք սարքել։ Մալադեց, համ էլ չի ճնշում, համ ճաշակով է, համ չի ճնշում։ Կան է օբյեկտներ, որ գնում մտնում ես հենց Դավիթ արաս, ես ճնշում է, ուզում ես տուջը թողես, ելնես գնաս։ Ստեղ չէ, ձեզ մոտ շատ լավ է ամեն ինչը, շատ ճաշակով։ Շատ լավ է, որ գոհ ես, Քավոր ջան։ Մենք ստեղ լիքը փող ենք աշխատելու։ Քավոր դու դարել ես տանոյի կուրքը։ Բա քո ինչն եմ դարել, այլակոտ։ Քավոր ես համար ուտելիքներ եմ բերել։ Քավոր, արա լεπτես, արիստե։ Մալադեց, արա, մալադեց։ Էս ինչ տղա է։ Արա, այսքան փող եք ծախսել, այսքան փող եք դրել այս ամեն ինչի մեջ։ Չէիք կարող մի երկու հատ էլ մատուցող բերեիք։ Քավոր բերել ենք, ենել մեկի տեղը մի քանի հատ։ Ուր արա, ոնց պտտվում եմ ես երեխեն ամենակ աչքից գալիս։ Բաժակնու ես հապսեն ձեռին, հա պտտվում է, հա մատուցում է, հա հյուրասիրում է։ Էդի որովհետև մենակ ինքն է բարեհամբույր հյուրասիրում լավ է էլի անում այդ իրագործը, դրա համար մենակ ինքն է գալի։ Էլ սրտից բաներ մի խոսա։ Արի եսի մենք իրար հետ ուտենք բանս, տավայ, են մեկը դու ես վերցնում, հետ ես ուզում, դե հետ վերցնում, են մեկն էլ ես կվերցնեմ, էխա բանես է, ասա, Զարմացած եմ, Վիտուսիկ, Ինչի։ Բալայան Սպարտակի կնոջը տված ազատությունից։ Մալադեց, դուք էլ հայտնվեցիք Միշիկ ջան, շատ ապրեք, բաքուրը տուրա։ Եմ Բալայան Սպարտակն աստեղ։ Այո, որ ես օբյեկտի բացմանը դաժե Բալայան Սպարտակն է հայտնվել, նշանակում է այս օբյեկտը լավ փողեր կբերի ձեզ։ Բալայան Սպարտակովը։ Անհաջող մետ անասուն։ Հաջող անասուն էլ է լինում։ Ինչ անեմ է։ Վերքենամ գնամ ես այդ ջեպքերի տուն։ Դե խոսացեք մի բան ասեք, սիրտը ճակավ արդեն։ Բայց Կարպիչի տանը նա ինչ պիտի անի, շաշատ Էմիլին երեխուն վերցնի գա։ Էմիլին չի գա նրա հետ։ Ու մեր անմեղ մեղավորը իր հիմար քայլերը գործի կդնի։ Լավ էլի, լավ Յուրա, Սպարտակի մասին այդպես մի արտահայտվիր։ Իո։ Այդ ինչ անում է տղետ դուրդ գալիս է քո ծրտոն, հա։ Վատը միշտ էլ հեշտ ու արագ են ընկալում, սերտում ու կրկնում։ Միգուցե Սպարտակը իրականում այնքան էլ վատ վիճակում չհայտնվի, ինչպիսին մենք ենք պատկերացնում։ Մենք իզուր ստրեսային վիճակում ենք հայտնվում։ Սպարտակն է։ Քանի որ մեր խոսակցությունը կիսատ մնաց։ Դրա համար էլ զանգել եմ։
խոսակցության կիսատ չէր մնա, եթե անսպասելի հյուրը չհայտնվեր, կամ էլ սպասել ես ինչ իմանամ։ Դու ինձ ասեցիր, որ ցույց կտաս մեկին, որը քո կարծիքով Անժելոս է։ Հա, ասել եմ։ Խնդրում եմ, վաղը եւ այդ կազմակերպիր մեր հանդիպումը։ Վստահ ես դու։ Ես չեմ կարող չճանաչել աղջիկս։ Հա, վստահ ես դու։ Ինչ եք անընդհատ նույն հարցը տալիս։ Ես հանդիպման անհրաժեշտություն չեմ տեսնում։ Ախ, կրկին խաբվեցի։ Հորինվածք էր այսօրվա պատմածը։ Լսի, հորինվածքների համար դիմի այդ քո հյուրին Նատային։ Իսկ իմ ասածը ես անիմաստ եմ համարում։ Ինչո՞։ Որովհետև ում հետ ուզում էի հանդիպացնել, դու արդեն ծանոթ ես։ Ով ըստ քեզ իմ Անժելն է։ Այո, ում մասին որ ասում էի, այսօր իրականացրեց այդ հանդիպումը։ Խոսքը Նատայի մասին է։ Նատալին իմ Անժելն է։ Դու պետք է պատասխանես այդ հարցին։ Դու չասեցիր, որ տենց հնարավոր չի, որ ես չճանաչեմ իմ աղջկան։ Գնացինք մեր երեխուն վեկալանք ու հայդա տուն։ Իսկ դու լստե գալուտ համար ինձ պատասխան ես տալու։ Իսկ դու ուրիշից երեխա ունենալով ինչքանով պատասխան տվեցիր։ Այ արա, որ ասում եմ վրեժ ես ուզում լուծածելնես, խի ես հրաժարվում այդ ասածիցս, հա։ Եթե այդպես մտածելով քեզ լավ կզգաս, ուրեմն այդպես մտածիր ու գնա այստեղից։ Լավ չես անում եմ կա։ Իզես որ խանդից արունը գլխիս է տալի։ Իսկ այդ ժամանակ ես չեմ կարող սթափ դատեմ, չեմ կարողանում իսկ կառավարել։ Ուզում եմ ինչ-որ մեկին սպանել։ Սպանենք, պետք է իրար բաց թողնենք։ Չինի տենց բա։ Դու չէիր ասում, որ չես թողելու, որ քեզ իմ սրտից հանեմ։ Դու իմ թողնելուն չսպասեցիր։ Էլի նույն բանը արա, նույն բանը։ Հանգիր գիտեմ։ Ուզում ես դաստված ելնես, ինձ եմ կայնել ես ձևով, հա, օրս սար։ Դու գիտես, որ դու պետք է չգայիր ես ռեստորան, դու գիտես ես ռեստորանը ում է պատկանում, իմ թշնամուն, ու դու հել է եկել ես իրա ռեստորանի բացման, հա? Դու չգիտես, որ ես իրան ուզում եմ սպանեմ, ինչ ասում ես արագացնես այդ պրոցեսը։ Տանոյին մոռացի, ու ինձ ու իրան սիրավեպ մի վերագրի սպո։ Ես հնարավոր է քեզ հետ չապրեմ, բայց ես ուրիշի մոտ վազելու ցանկություն չունեմ, որովհետև ես անբարոյական չեմ։ Ես այն մարդկանցից չեմ, որ օրը մեկ զուգ ընկեր եմ փոխում։ Անկամ այդ մասին մտածելն է զզվելի ինձ համար։ Այդ նրանից չի է, որ դու ես լավը կամ ես։ Այդ նրանից է, որ մեր սերն է շատ։ Ճիշտ է։ Սերն այնքան շատ է, որ չի թողնում քեզ մեկ ուրիշի հետ կիսեմ։ Եմ կա։ Ու չսկսես խոսել մի բանից, ինչը ես շատ լավ գիտեմ։ Երկու երեխայի ճակատագիր է դրված նժարին, ու անխոս մեր սիրուց հաստատ կարևոր է։ Եմ կարի գնանք։ Մոռացես ամեն ինչ։ Իշի ինձ ինչեր էիր ասում, որ չես թողնի մենակ, որ ինչը լինի հետս ես լինելու, երջանիկ ընտանիք էիր ուզում, իշի մի հատ։ Ես իմ ամեն մի խոսքի մեջ համոզված եմ եղել, բայց ես քեզ հետ չեմ կարող գալ։ Մենք կբաժանվենք սպո։ Էլի նույն պատմությունը եմ կա։ Չես հասկանում, որ կարող ես բաժանմանը հաշտություն չհաջորդի։ Իսկ ես հաշտություն չեմ էլ ակնկալում։ Ես չեմ եկել այստեղ նրա համար, որ քեզ փոխարինող գտնեմ։ Ուղղակի մաման չեկավ, պապան էլ խնդրեց, որ իրեն ուղեկցեմ։ Բնավ փայլուն աղջիկ չլինելով որոշեցի մի անգամ գոնե հորս խնդրանքը կատարել։ Լավ արեցիր։ Խնդրանքը կատարված կհամարվի այն ժամանակ, երբ որ դու գաս իմ հետ։ Կյանքս մեր երեխեն, մեր տունը մեզ է սպասում։ Չեմ գալիս ես քեզ հետ։ Լավ երաժշտություն է։ Ես շատ եմ սիրում ես երաժշտությունը։ Իմ ամեն անգամ այստեղ գալուց, ասեք թող ես երաժշտությունը նվագեմ։ Շատ լավ է։ Հա։ Ու բանը ուր էի հասել։ Հա, բանը այդ դեբիլը պես նախքին պես դավաճանելով աղջկաս Են մյուսից էլ ապորինի երեխայի է սպասում, մտածում է, թե աղջիկս այդքան բանից հետո կարող է իրան պահի էլի կողքին։
Էլ չի մտածում, որ իր քիթը արդեն վաղուց քսվել է քարին։ Լավ հումոր էր, քավոր։ Քավոր երեխեն ծնվել, թե նոր պիտի ծնվի։ Այ բալա, բայց քեզ դրանից ինչ։ Հեչ ոչ մի բան։ Դու սենց պասիվ մի նստեք, վեր կացեք, պարեք, կերեք, խմեք, նստել եք, չեմ հասկանում։ Պապ էմկան շատ ուշացավ։ Սպոն երևի համոզը հետը տարել է։ Արիվ, քեզ ավելի շուտ կհամոզի, քան թե MK-ին Սպարտակը։ Սրտեքնոքն է ընդունում, ուզում ես դուրս գանք։ Ես էլ մարդ պետքա տեսնեմ։ Ոչ մեկ էլ չկա։ Տոկերի վրա ես, ինչա թե գիտես հնարավորություն անկել ձեռդ քավորի աղջկան հասնելու։ Աղջի զիզիկ, այդ ձենձուն չկա։ Ինչի՞ց։ Այդ պիտի Վիտուսին հասնեն, քավոր։ Դավուն այ հա բաբին հեր չեմ տա, առաջինին ես քո լեզուն կկդրեմ։ Լավ Վիտուս դե թեթև տար։ Քավորին էլ ասա, որ մենք կմտածենք այդ ուղությամբ։ Սպո բաց թող։ Դու որ չես հասկանում, ես էլ հասկանում եմ, որ մենք չենք կարող առանձին լինենք։ Մեզ ուժով միավորել չի լինի։ Դե մենք երբ ենք բաժանվել, որ մի հատ միավորվենք։ Դու չես կարող, ինձ այսքան չհարգես։ Դու որ չես մտածում, ես ստիպված երկուսիս փոխարեն եմ մտածում, ինձ առաջ։ Թող սպո ցավեցնում ես, բաց թող։ Բաց թող արա աղջկան։ Ես քեզ էի ուզում տենա, яра։ Այս աղջիկը իմ կնիկն է, իմ երեխու մերն է։ Իսկ դու աշկիս ունես ժամանակից շուտ ուզում ես հելնես սենյաները, հա։ Այդ որ քո կինն է, այդ չի նշանակում, որ դու իրավունք պիտի վերապահես սենց վարվես այս աղջկա հետ։ Իր կամքին հակառակ գնաս։ Ինչ։ Ինչ ասի որ մի հատ ասեմ, որ լավ չլսեցի։ Սպո։ Սուս մնա ձենը կդրի դու։ Մոռացար որ քո երեխուն մերն է ու քո կինը։ Բանոն գժվել ես, ինչ ես անում։ Հա։ Ես երկրորդ բոմժ եկավ։ Ընկերոջը հա։ Մի հատ է ձենդ լսա ինձնից չնեղանաս։ Արա։ Ես քո մակարդակին չեմ իջնի։ Քո կնոջ ներկայությամբ երեսածը չեմ նկարի։ Արա ստեն ասելի որ շանս սատկելը գալիս է, ճամփի մեջտեղն է պարկում։ Աղբե ջան, մենք համաձայն ենք ամեն ձև։ Մենք կռիվ չենք փնտրում, էլի մենակ թող գնաս տեղից, հա։ Եթե ուզում եք իրար սպանել, ուրեմն խնդրեմ։ Հետ արի Լարա։ Ինչի ասած ես արե։ Ճամփի մեջտեղն ես պարկած, ոտերիս տակ։ Դու էլ։ Ուրեմն լսի կանոտը, եթե դու մյուս անգամ էլի շարունակես այս գյադու հետ կոնֆլիկտի մեջ մտես, ուրեմն մոռաց որ ֆրիկ անունով աղբերն ես։ Եղավ, դիմա չնեք։ Սպանեմ արա դրան։ Կսպանեմ լուբոյին, ով դաժը կոկողմը կնայի արա։ Ժամանակ թքած կունենամ, բերդում կլինեմ, թե ազատության մեջ։ Միշ ինձ տուն տար, հա։ Յա։ Չեղավ, բալաս, չեղավ։ Խելոք ես վարվել, որ այդ դեբիլի հետ չես գնացել, բայց մինչև վերջ եղին խելոք։ Մինչև վերջ քեզ խելոք պայի։ Դրա գնալ գալով տրամադրությունը դու երեկոտ մի փչացրու։ Պապ, այնպես չի, որ ես եկել էի այստեղ ուրախանալու, ինքն էլ իր գալով ամեն ինչ փչացրեց։ Էմուլ, բայց հիմա քո տուն գնալը սխալ կլինի։ Էմիլի ջան, քեզ պասիվ ես պահում ու այն էլ շատ։ Յա։ Միշիկի քուրն անդաստիրակ ջան, բա ուրիշ ոնց պիտի իլեր։
Հազիվ էլ այդքան էլի դինջ մարդու օրը կտրվի։ Էմիլի ջան, իրոք չեմ ուզում, որ այստեղից հեռանաս վատ տրամադրությամբ։ Բալես, եթե քո մասին չես մտածում, ունես աղբորդ մասին մտածի, կարող է համոզես այդ անդաստիակը ամուսնան աղբորդ հետ։ Պապ, երևի ես ու Էմկան գնանք, իսկ դու մնաս, հա։ Ես ջան, ավելի լավ է դու գնա, տես ինչ եղավ, հա սպոն գնաց, թե չէ։ Ֆրիկս ու տանոս որեկան նշանակում է այդ դեբիլին արդեն ճանապարհել են։ Ափսոս չտեսա, բայց ոչինչ, ինչքան դրան չեմ տեսնում, այնքան 10 տարի իմ կյանքին ավելանում է։ Ուր եք չկաք։ Մենեջերը եկավ ասես, որ պետք է էլի բարի գալուստ ասեք։ Հələ ինչ բարի գալուստ։ Մարդկանց գնալու ժամանակ դեպի բարի գիշեր ասա։ Ամել մինչև քավորի գալը մենք ասել էինք արդեն։ Դու ուղղակի ուշադիր չես եղել։ Ես ուշադիր եմ եղել, բայց քանի որ ֆուլ է, պետք է նորից խոսակ։ Ֆրիկ, գնա քավորի մոտ ասա, որ դուրս գա ելույթ ունենա, որպես այս ամեն ինչի լիարժեք տեր։ Լավ միթե, գիտես։ Այն բալայանը ընկել էր հետևից է, թե դու էր ընկել իր հետևից։ Վիճոք կներես։ Ոնց ես Էմիլի։ Լավ։ Տեսնում եմ, որ դու լավ ես։ Իսկ Սպարտակը։ Նա գնաց, այնքան լավ, որքան որ ես եմ։ Կներես, ես ուղղակի չէի կարող չմիջամտեի, տեսելով թե ոնց է վարվում քո հետ։ Ես իհարկե շնորհակալ եմ, բայց քեզ մի խնդրանք։ Նրանից հեռու մնա ինչքան կարող ես։ Քավորը ինչի բարթացավ այնտեղ։ Երգերույա։ Կուզեի իրան երգելուց տեսնեի։ Մի րոպե լրություն ժողովուրդ, ուշադրություն եմ խնդրում։ Ուզում եմ սիրով ներկայացնել մի խոսքով։ Ֆրիկ։ Արի։ Բարձացի։ Տանո։ Կարող է իձուր քեզ էլ կանչի Լիլի։ Չէ հա, Վիտուսիկիս էլ որ կանչի գող կլինեմ։ Վիտուս։ Խնդրեմ, ժողովուրդ, իմ սանիկներն են։ Այս ամեն ինչ է այստեղ պատկանում է իրանց։ Իրանք են տերերը։ Ես իրանց վստահում եմ ու շատ տեղ եմ տալիս։ Ես իրանց ընդունում եմ որպես ինձ տղա։ Երեքին էլ ամենակարևորը իրանք են մարդիկ են, որ գիտեն ինչ անեն, որ դուք այստեղ գալով ձեզ լավ զգաք, ու ամենակարևորը ձեր ժամանցը ուրախանցնի։ Մենք էլ ենք ուզում շնորհակալություն հայտնել բոլորին, հանդերձ Քավորին։ Այստեղ եկող յուրաքանչյուր մարդ կընդունվի հարազատի պես, մի խոսքով մենք ձեզ հարազատների պես կընդունենք, կդիմավորենք, ճանապարհենք։ Ուզված է։ Ժողովուրդ ջան, ուրեմն շատ շնորհակալություն, որ այսօր այստեղ եք։ Շատ շնորհակալություն քեզ, Քավոր, ամեն ինչի համար, որ դու մեր պահապան հրեշտակն ես։ Աստված քեզ օրհնի։ Շնորհակալություն, որ այստեղ եք։ Շատ շնորհակալ ենք։ Եթե իմանայիր եղբայրը դա ինչ կանեիր սպո։ Մի վարկյան։ Անակնկալները չեն ավարտվել, ճիշտ հակառակը նոր սկսվում են։ Հիմա ձեզ համար ելույթ կունենա Տանո։ Դե լավ։ Արկին երկում ես, այսօր 1000 հատ երկիչ պիտի գումարես, որ մի քո երկը կարողանաս ստանալ։
Երկում ես, վերջ, ծափարում ենք, տանո, տանո, Ոգևորենք, որ լավ երկի։ Տանո, 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 տանո։ Նույնիսկ ժպիտս է։ Something in your heart told me that once